բացի հարցը տալուց նորից պիտի խորին շնորհակալություն հայտնեմ ձեզ ձեր ոչ միայն բանախոսության, այլ որ մեր այս կործանված արժանապատվությունը այդքան բարձր եք պահում տարբեր ատյաններում եւ որ դա ուզում եմ բոլորս որդեգրենք այդ աշխատելավոճը, ինչ որ դուք եք անում եւ շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Գոնե երկու հարց։ Առաջինը պարոն Սիմոնյան, ձեր խոսքի հետ կապված, եթե ու երբ որ ունենանք Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն ու ունենանք մի իրավիճակ, որ այս դատավճիռները արդեն կայացրած լինեն կանխատեսելի այսպես վճիռներով, ինչ պիտի անի այդ իշխանությունը, ինչ պատուհան կարող է այդ ժամանակ գոյություն ունենալ, որպեսզի Հայաստանի դեմ կայացվող այս վճիռները չդառնան այն շղթան, որը դուք ներկայացրեցիք, թե ինչ հետևանք կարող է ունենալ, ինչ պետք է անել առաջին իսկ օրվանից այդ հարցը կանգնեցնելու կամ այլ լուծում տալու համար եւ Տիկին Սահակյան ձեր խոսքի մեջ չուզեցաք մասնել թե ինչ վարկած կա թե ինչու է օրինակ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը առանձին տեղի ունենում եւ ինքը անձամբ պնդել է որ միասին այդ դատավարությունը տեղի ունենա ձեր բանիմաց քաջատեղյակ վարկածին ես կուզեմ ծանոթանալ թե ինչու է հենց այդպես տեղի ունենում այդ գործընթացը շնորհակալ եմ Շնորհակալություն, Տիկին Թադիկյան, տեսեք, իրականում կա իրավական գործողությունների այսպես ցանկ, որ այսօրվա իշխանությունը պետք է անի։ Դա սկսած առանձին անձանց քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելուց, ներպետական եւ միջազգային ատյաններում, վերջացրած ընդհանուր մինչեւ միջազգային քրեական դատարան պատերազմական հանցագործությունների համար դա բավարար կարողանում ենք իրավական հաստատավորումը ճիշտ ներկայացնել, ինչև այն միջազգային դատարաններում իրավական հարցերի բարձրացնում, որոնցով Ադրբեջանը այս կամ այն միջազգային կոնվենցիայով կաշկանդված է։ Այսինքն մենք ունենք մոտավորապես 3-4 միգուցե 5 արկա գործիք իրավական, որ այսօր էլ կարող են կիրառել, վաղն էլ կարող են կիրառել, երբ որ կա մի այնպիսի իշխանություն, որը որ ցանկանա դա կիրառել։ Բնականաբար, ինչքան շուտ իրավական գործիքները կիրառես, այդքան քո իրավունքների պաշտպանությունը ավելի արդյունավետ է, որովհետև ինչքան ուշ ես կիրառում, պետք է հիմնավորես ինչի չես նախկինում կիրառել, որովհետև կա ևս մեկ սովորութային իրավունքի ինստիտուտ, էստոպելի ինստիտուտը, որ ասում է, որ երբ դու քո իրավունքները ժամանակին չես պաշտպանում, քո չպաշտպանելու վարքագիծը կարող է մեկնաբանել որպես քո իրավունքներից հրաժարվում։ Այսինքն ժամանակի գործոնը ևս կարևոր է միջազգային իրավունքում եւ քո շահերի պաշտպանության տեսանկյունից։